Իհարկե, եթե գետերը նայեք, շահավետ է Իրանի համար, բայց ամեն դեպքում իրավունք ունի, չի վեսայել մյուս կողմին, դա Իրանին է, Իրանը միշտ բոլոր միջազգային պայմանավորությունները լիարժեք կատարել է եւ այս Միացյալ Նահանգները, որ երկու անգամ բանակցությունների մեջ մի կողմ թողած եւ հարձակվել է Իրանի վրա եւ նաեւ հիշեցնեմ Իրան եւ ուժերի միջուկային ծրագիրի շուրջ համաձայնագիրը, որը իրենց Թրամփը պատրեց եւ խախտեց եւ պատմությունի մեջ միշտ իրենք են, որ իրենց պայմանավորությունները չեն կատարել։ Եթե մտահոգություն կա Իրանի կողմի համար պիտի մտահոգություն լինի, որ Միացյալ Նահանգները մինչև վերջ իր պայմանավորությունները չի կատարի։ Պետք է փորձել, երկու կողմը պետք է փորձել, որ պայմանավորությունները լիովին կյանքի կոչվեն, բայց հենց հիմա Ամերիկայի գործընկեր եւ դաշնակից Իսրայելը, որ պայմանագիրի կետից հրաժարվում է, դա Լեբնանի մասին է եւ ավելի լավ է, որ Միացյալ Նահանգները իր բոլոր հայտարարությունները ուղղված լինի Իսրայելին, Իրանը միշտ ցույց է տվել, որ պայմանավորությունները կատարում է, բայց եթե Իսրայելը խախտի նա, Իրանը ստիպված կլինի, որ պատասխան տա, Իրանը զգուշացել է, որովհետև այդ համաձայնագիրի մեջ կա կետ, որ բոլոր ճակատներում, նաև Լոբնանում պետք է զինադադար լինի եւ խախտող կողմը, եթե Իսրայելը իրականացնի իր սպառնալիքները, խախտող կողմը կլինի Իսրայել եւ իր դաշնակից Ամերիկայը։ Իրանը իհարկե չի հրաժարվելու, չի խախտելու իր պայմանավորությունները, բայց եթե մյուս կողմը պայմանավորությունները խախտի եւ Իրանի վրա նորից Իրանը նորից շատ ուժեղ պատասխան կտա բոլոր կողմերին։